Պարոն Սարգսյան, ուղղակի ձեր գնահատականը այս կրակոցները խիստ մտահոգում են էլի հանրությանը, ինչի հետևանք։ Ես ասել եմ, հանցագործությունը սոցիալական երևույթ է, դրա մեջ գտեք արմատները։ Ժողովրդի մոտ լարվածություն կա, նյարդային ինչ-որ ահավոր վիճակ կա, ոնց որ այդպես երբեք չի եղել։ Արդեն ինչ-որ բարքերն էլ են խախտվել, երիտասարդ սերունդի մոտ տեսնում եք ինչա կատարում։ Մի հատ հասարակ բան իրար դանակահարում են, անում կրակում են, արդեն անկանոն կրակոցներ, օրը, ժամը, տեղը կապ չունի արդեն։ Բակերում առանձնանում Առաջ գոնետում առանցին էին իրաց հարցերը լուծում։ Հիմա բակերում տարերային կրակում են, աչու ձախում, կպավ, ոչ ինչ որ բանա փոխվել, հասարակության հետ է պետք աշխատել, մենակ ոստիկանության երթի չի։ Իհարկե ոստիկանությունը կարող ավելի խստացնի հենց այդ ուղղությամբ, հանցագործության դեմ պայքարը պետք է ուժեղացնի, հենց այդ ուղղությամբ, կոնկրետ կրակոցների կրիմինալի դեմ պետք է հատուկ ընդգծված պայքար տանի, որպեսզի մարդիկ ռիսկ չանեն զենք պահեն մոտները, դանակներ դնեն գրպաններում դուրս գան փողոց։ Մշտապես պարզ ստուգայցներ դիլիպտի ստուգեն, բայց ամենակարևորը ընդհանուր հասարակության հետ է պետք աշխատել, որպեսզի այդ տրամադրությունը փոխվի։ Այս հանցագործությունը առաջ այդ ասիստյանի չի եղել, առաջ էլ եղել դեպքեր, բայց հիշում ես, նես թակոբիր մի բան է լինում, ասում էին, գրում էին, պատմում էին ինչ եղավ, հիմա դառել է սովորական երևույթ, սովորական։ Ամեն անգամ լսում ես ստեղ կրակին, ընդեղ կրակին, զոհել, մի խոսքով։ Այսինքն իրավապահ մարմիններ եւ հասարակություն կոպիտ ասած այդ պրոֆիլակտիկ աշխատանքը պետք է պարբերաբար արվի, հա։ Կապը ես չի ասի թե հիմա փայլուն է։ Այո։ Ես չի ասի թե այդ կապը հիմա շատ լավ է, իրավապահ մարմիններ եւ հասարակություն ահագին անջր պետք է, ահագին իրարից բաժանվել են, ժողովրդի մոտ ինչ-որ տրամադրություն փոխվել, չգիտեմ, դե մնացած պատճառները չեմ ուզում ասեմ, բոլորդ էլ զգում։ Հարկավոր է այդ կապը մի քիչ սերտացնել, հարկավոր է, չգիտեմ, ինչ-որ բան փոխվի, ձևը փոխվի, մենակ պայքարով չի։ Ասեցի ստուգումներ, բան, մեքենաներ եւ այլն, բայց դա միակ ճարը չի, դա արծի լուծումը չի։ Արծի լուծումը չի։ Ժողովրդի մոտ այդ ինքնագիտակցության մեջ պետք է ինչ-որ մի փոփոխություն լինի, մարդիկ մի քիչ անդարտվեն։ Այս լարված վիճակը ոչ մի բանի լավ բանի չի տանում։ Ավելի կշատանա, գնալով ավելի կշատանա։ Պարոն Սարգսյան, այսինքն ձեր գնահատականը, որ պարբերաբար տեսնում ենք իրավապահ մարմինները խուզարկություն են անում մեքենաներում, ապօրինի զենքով բռնում են, տանում են, ցուցադրում են, այս երևույթները չեն կարող կանխել այդ դեպքերը, այլ պետք է գնալ շփվել, բացատրել։ Իմ կարծիքով մենակ շրջայցներ կատարելով, ստուգումներ կատարելով, տարբեր ռեյդեր, չգիտեմ ինչ, դա մենակ դա չի օգնի։ Մենակ դա չի օգնի, ելնելու հարկավոր է ժողովրդի հետ կապը մի քիչ խորացնել։ Հարկավոր է ընդհանուր աշխատանքներ կատարեն եւ դպրոցից սկսած, ոչ թե փողոցից, դպրոցից սկսած։ Ամենտեղ որ ինֆորմացիա ստանում են, որ միտեղ լարվածություն կա, պետք է միջամտեն չթողեն ասունանա։ Այս Մուրացյանի դեպքն էլ ասում են նախադեպեր է ունեցել միջև վիճաբանություններ, ինչ որ պատմում, վերջը տեսնում եք ինչա ծնում դա։ Արդեն վերում է կոնկրետ հանցագործության, դրա համար պետք է կանխել, դրա համար հանցագործության բացահայտումից ավելի կարևոր դրա կանխարգելելն է։ Պրոֆիլակտիկան է, որ դարվի հանցագործությունը կանխելու համար։ Եթե թողեք հանցագործությունն եղավ, ինչի մասնախիսկ։ Ուղղակի նկատում ենք ամեն մի դեպքը լինում է, պարոն Սարգսյան, ազատումներ են, սա հարցի լուծում է, պաշտոնատար անձիկ ազատվում են աշխատանք։ Սա լուծում է ըստ էության։ Ինչ աղմկարից կրակոց եղերա տեսնենք, պետեր են ազատվում, տեղականներ։ Խուլիգանի համար ինչ տարբերություն, 4 հատ մի պետ ազատվավ, 5 հատ չգիտեմ ինչ տարբերություն իր համար։ Իր համար միևնույն է, ով կազատվի, ով կաշխատի, ինչը բարոյական ինչ վնասակարում ինքը, ոչ մի բան։ Ընդհակառակ իրանց անվան հետ կապված ինչ-որ կադրայի փոփոխություններ բան, որը կարծում եմ ոչինչ չի տալի արդյունքում, ոչինչ։ Այսինքն այս նոր եկողը նախկինից պետք է լավ աշխատի, ես ասա էլ կաշխատի մի ամիս կդառնա նախկին։ Հետո էլի դեպքն էլ թող սրան էլ անեն, մյուսին դնեն, մի քիչ ավելի արմատական լուծում է պետք տալ։ Այս խնդիրը սենց արտակուստ ներկու բաներով չի կարգավորվում, վիրահատական լուծում է պետք, հարկավոր է ժողովրդի հետ շփվել, հարկավոր է ինչ ասելա կանխարգելում հանցագործություն, ուշադրությունը շեշտ դնեն հենց դրա վրա։ Այս պատմությունը օրինակը վերեցի, ամիսներ շարունակվել է ինչ-որ։ Դասվիճել են իրար հետ գնացել, եկել են, չգիտեմ, վրեժ լուծելու հարցերը, դա այդ մասին ոստիկանությունը կարող նախապես իմանալ։ Կարող դրանց հավաքել գրել, ես հիմա օրինակներ չեմ ուզում վերեմ ինչեր ա եղել, թեկուզ հենց իմ ժամանակ, բայց այդտեղ շատ դեպքեր ա եղել։ Ահագին ժամանակ են կորցրել, բերել, տարել ենք մարդկանց, ավելի խոշոր ճանաչված դեմքեր են իրար հետ խնդիրներ ունեցել, Հայաստանից դուրս, Հայաստանի հետ, Երևանի հետ, Մոսկվա, տարբեր հարցեր եղեցեք գալու ենք, հեսա պարզելու ենք, տեսեք ինչ ենք անում, մենք ենք գալի ձեր հետևից, բայց սրանք սա ժամանակին կանխվել է, չէ։ Կան չէ բերել ինչ-որ դրանց առաջի դեմքերին նստացել ենք իրար դեմ, խոսել ենք, սա ինչի համար արվել։ Հանուն նպատակի, որ չխորանա, հետևանքները լուրջ բնույթ չկրեն։ Հիմա էլ նույն ձև դիարվի, ինչ է նշանակում 3 ամիս առաջ իրանց մեջ այդ խնդիրները եղել, օրգանները
որից եկեք չեն միջամտել։ Սա ճիշտ չէ, հարկավոր է աշխատել դրանով։ Բայց ասում եմ, Այո։ օրգաններին մեղադրելու միտքը չի հիմա իմ մոտ, ճիշտ հասկացեք։ Այո։ Հերվից հեշտ է ինչ որ աշխատող մարդկանց քննադատել բան։ Այդ չի իմ նպատակը։ Նպատակս այն է, որ իրավիճակը ընդհանուր լարված է։ Ընդհանուր ժողովուրդը նյարդայնացած են, հանդուրժող չեն, մեկը մեկին Ինչի հետևանքա, դա ինչի հետևանքա, պարոն Սարգսյան, ըստ ձեզ։ Սոցիալական վիճակը, հետևանքները մի քանիսն են, եկեք, ես այդ մասին չխոսեմ, քննարկենք։ Ցանկացած առողջ դատող մարդ մի քիչ մտածի կհասկանա ինչ հետևանքա, թող այդպես մարդկանց հետ մի քիչ շփվի կտեսնի։ Սոցիալական վիճակից է, սոցիալական բանը հանցագործությունը, սոցիալական վիճակից դուրս ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները։ Հիմա որ պատճառով է դառնում, թող հետազոտեն, հետևություն անեն, քննարկումներ անեն, որոշեն ազգովի թող դրա դեմ պայքարեն, այլապես այն որ ասում են Երևանը ապահով քաղաք է, շուտով չեն ասի։ Շուտով չեն ասի, մարդիկ լսում տեսնում են այս ամեն ինչը։ Բոլորի վրա է դա ազդում։ Հենց չի որ դու մասնակից ես, սենց անուշադրության մատնես կողքով ուղակի անցնես։ Դա վերաբերում է բոլորիս։ Երեխան դուրս է գալի գիշերը ժամը 11-ն հեռախոսները ձեռս բան եմ գալի ուրա ինչա պապիս, ասում եմ հետ եկեք, մի նստեք այդտեղ, հետ եկեք։ Ամեն ինչ մտքովս անցնում է, կես ժամ ուշանում եմ, ոչ մի լավ բան չես մտածում։ Կարո ամեն ինչ էլ է, երեխան ինքն էլ չլինի այդ ամեն ինչը, բայց դուժ։ Մի հատ ընկերա միտեղ կանչես գնացին, գալի ասում են ընկերոջ խաթրին կպել են, հետո մենք ես իշտեղ է հանդիպան։ Դա ուր է տանում, ինչ ասել է հանդիպում։ Ես վստահ չեմ, որ խոսակցությունով դա կավարտվի։ Հնարավոր է շարունակվի եւ լուրջ հետևանքներ ունենա, դրա համար ամեն մեկը իր երախոտ թող աշխատի։ Ես օրինակ բանոց ասում եմ, ինչի որ վտանգ կարա սպառնի, ես չեմ թողում, ասում եմ իմ երեխեքին ես արգելում եմ։ Դա ոչ մի լավ բանի չի տան։